Ցուցիչ ենք, հա, հարցնում պարոն Գաբրելյան։ Լավ, դու հարցու։ Ռուզան ջան։ Ես եմ Արման Թաթոյան այսօր հայտնել է, որ հայ հանրությունից իշխանությունը գաղտնի է պահել այն փաստը, որ թշնամին Բաքվում, Ջերմուկում առաջ է եկել եւ Թաթոյանը։ Ուզում ենք հարցնել նույնիսկ դուք տեղյակ չեք այն ամրաշինական աշխատանքները, որ արել է թշնամին եւ առաջ է եկել Վարդենիսում, Ջերմուկում։ Թաթոյանը գրվում։ Թաթոյանը ամեն ինչ կարա դուք էլ ասեք հետո։ Այդ անեկդոտը չեք լսել, որ այդպես լներ, ասենք դուք կիմանայիք Թաթոյանից առաջ։ Տեսել եք որևէ դեպք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման իրավիճակներում թաքցնի շնորհիվ։ Ներկայացրել, ապացուցել այդ ամենը։ Իրանը գնացեք հարցեք տեսեք այդ որտեղ է։ Կառավարությունը ասաց Արցախի հարցի բանակցությունները ինչ լինի, կգանք ձեր հետ կքննարկենք, նոր կգնանք կորոշենք, բայց մեկ էլ դրուկ տեսանք, որ Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում, այնպես որ եղել են նման դեպքեր, պարոն Գաբրելյան, հիմա դուք մասնակցում եք քարոզարշավների ներկուսակցական է, ճիշտ է դա, ու խաղաղության մասին եք խոսում, ասում եք խաղաղություն եք բերել եւ այլն, ըստ Թաթոյանի օգոստոսի 8-ից վստահ եք համոզված եք, որ չկա նման։ Ես չունեմ այդպիսի տեղեկացում, ես չունեմ չկա այդպիսի բան։ Չի կա։ Ձեզնից էլ են գաղտնի։ Ժորժ, ի՞նչն են գաղտնի պահել։ Այդ որ ներխուժում է ունեցել մեր սուվերեն տարածք եւս մեկ։ Ասում ես գովազդատ ամեն տեղ։ Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի տենց չգիտեմ, մեր հարևան մի քանի երկրների չափ տենց միլիոնից ավել քառակուսի կիլոմետր տարածք չի։ Դուք ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր փոքր տարածքում ինչ որ բան է տեղի ունեցել եւ դրա մասին 1 տարի հետո Թաթոյանն է իմացել, բայց այդտեղ գյուղեր չկային, մարդիկ չկային։ Մի հատ տենց ինչ որ բան է լինում, այդ հերավոր գյուղերից մի հատ ինչ որ մանկապարտեզում հացի մեջ մի հատ մազ է լինում, դուք առաջին դրա մասին գիտեք, այդ ո՞նց եղավ, որ ձեր նշած 6 տեղերը տենց առաջ տվեցին, վայ մի տարիա ոչ մեկ չգիտի Թաթոյանը այսօր ասես։ Հարցն է, որ ամրաշինական աշխատանքներ են կատարել, ականներով խփելու արդեն դիրքեր են այսպես կազմավորել մեր տարածքում, անգամ արևային պանելներով, չգիտեմ, այսինքն հասկանու եք լուրջ մարտավարական, ռազմավարական գործընթաց։ Ասում եմ այսօր Google Map-ի քարտեզներով արբանյակային լուսանկարներով Արման Թաթոյանն է ցույց տվել։ Որտեղ են արել։ Առաջինը ասում է Վարդենիսում։ Վարդենիսում որտեղ Ժորժ։ Կութն Կութի շրջանում, Վարդենիսում, Սոտքի հանքավայրից կիլոմետրի ընդամենը տարբերություն։ Որ որևէ փոփոխություն այդ մասով չկա։ Թե մոտ պարոն Թաթոյանն ինչ ասում, չեմ կարող մեկնաբանել։ Ուրախ եմ իր համար։ Ինչն եմ հերքում։ Որ կա նման բան, մենք մեր մտահոգությունն ենք ուզում փառել։ Տարածքում ինչ որ աշխատանքներ արի, ես ինչի պիտի հերկի, ես եմ Ադրբեջանի։ Ինչ է մեր ամբողջ խնդիրն է, որ մեր տարածքն է։ Մենք գիտենք, որ կան օկուպացված տարածքներ, դրա մասին հայտարարել ենք մենք առաջին։ Պետք է գնային իրենք, ինչի՞ են։ Ասել թիվը, մենք ենք ասել որքան է, մենք ենք ասել թե ինչ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ։ Եթե ասում եք սահմանազատ գնա։ Հիմա դուք այդ վիճում հասկանաք։ Չենք վիճում։ Դե մենք մեկը խոսացեք մենք մյուսը դասը։ Պետք է օկուպացված տարածքների հարցը լուծվի։ Այդ ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը չգիտի, որ այդ տարածքները պետք է հետ տա, որ այնտեղ ամրաշինական աշխատանքներ է իրականացվում։ Ունի մեկը մյուսի հետ։ Մեկը մյուսը այնքան էլ եթե ամրանում է այդտեղ։ Ինչպես է։ Այդ նույնն է ձեր ասած, որ այնտեղ հիմա զինծառող է կանգնած հաց են իրան տալիս, դու չգիտի, որ զինվորը դուսականի չեն հաց տալիս ու։ Ինչ ամրաշինական են, որով անգամ մեր զինվորների Դե լուսանկարները դա։ Դե լուսանկարները ինչա դուք տեսել եք անձամբ։ Դուք գնացել եք մեր ամրաշինը։ Մեզ տարեք ցույց տվեք, մենք հասկանանք, որ այդպես Չեմ կարող ձեզ տանել Ադրբեջան։ Ադրբեջան չէ, մեզ տարեք մեր սուվերեն տարածք, Սոտքի հատված տարեք, որտեղ որ Կութ տարեք, Կութը Ադրբեջան չի։ Դե լավ, հիմա եթե այտենց լեզվակռիվով է, ինձ թվում է մասնակցություն փոխի, արի դարձի ցուցակներում կապրես կանանց տեղ ունեն ընդդիմադիրները, գնա դարձի պատգամավոր ինչքան ուզում ես, բլը խոսա։ Հիմա եթե հարց ես տվել։ Որ դառնալուրին է, ձեզ չի հարցնի, կդառնայի։ Տանել Ադրբեջանի տարած, որ դու իրանց որ դու գնաս Թաթոյանի թե Վանեցյանի, Ոչ մեկի հանգիստ եղեք, ՔՊ-ի ցուցակով հասկանու։ Ես քեզ վիրավորական բանով չեմ ասում։ Ես ասում եմ, որ եթե հարց ես տվել, լրագրողին ընդդիմադիրների ցուցակ տեղափոխելը դա վիրավորական է, պարոն Գաբրելյան։ Կարող է ձեր համար եթե լրագրող լինեիք, ձեր համար վիրավորական չլիներ, իմ համար վիրավորական է, որովհետև ես գիտեմ որտեղ եմ գտնվում, իմ առաքելությունը որն է։ Ես առաքելության մեջ չի մտնում, ես հաթաթատալ համբերի էլի։ Ես շատ ուրախ եմ, որ դու ասում ես, որ քեզ համար կամ լրագրողի համար վիրավորական է ընդդիմադիր ցուցակում լինել, այսքան։ Առհասարակ ինձ падգամավորի պաշտոններում տեսնել կամ քաղաքական գործունեության մեջ տեսնել։ Ես այդ պաշտոնները միշտ չեմ տեսնում, արձանագրեք։ Ինչ ա քո ուզածը։ Ուզում ես որ կոնֆլիկտ մտնենք երկու հատ վերնագիր գրես, արի մի հատ ուրիշ կոնֆլիկտ անենք վերնագիր։ Հարատեք մեզ մեր մտահոգությունը։ Ես քեզ կարող եմ տանել Հայաստանի Հանրապետության ամրաշինական կառույցներ։
Կգաս գնանք, տեսնես ինչ աշխատանք են կատարել։ Հայաստանի Հանրապետության ամրաշինական չէ այդ վիճահարույց տարածքները, որի մասին խոսել է Թաթոյանը, խնդրում եմ ինձ տարեք այդ տարածքները ցույց տվեք, որ ես մեր դիտողներն էլ տեսնեն, որ նման բան չկա։ Դու լուրջ ես հիմա դասում։ Հիմա քո դիտողներս ամեն ինչ որ տեսնում է քո մասին ինչ կարծիք ունեն։ Ուզում ես ասես որ քեզ մասին ճիշտ կարծիք կազմի։ Տանի, քեզ ինչ-որ մեկը կամերով կարող։ Թող չտանի, այնպես տանի, ես կպատմեմ դիտողներին, եթե միայն աչքերս տեսնեն, որ իրենք այնտեղ չեն։ Սա էլ ես դուրս ասում, որ կարող ես գնալ, հա տես գախնի տեղեր եւ գաս հետո պատմես ինչ ա եղել։ Ոնց կարաս դες բան անես։ Դուք ոնց կարող եք հերքել, որ նման բան չկա։ Ինչպես խնդրում եմ, որ Ինչ է հերքեմ, հարգելիս, ինչ է հերքեմ։ Որ չեն առաջ խաղացում ունեցել, որ հիմա մեր դիրքերը չեն հայտնվել իրենց թիրախում, որ մեր դիրքերի մատակարար ճանապարհները չեն հայտնվել իրենց թիրախում։ Դա է մեզ մատուցել այսօր, ու մենք սրտխփոցով եկել ենք ազգային ժողով ձեզանից փարատիչ խոսքեր լսելու։ Ես հավատում եմ, որ ձեր սիրտը հիմա խփում է։ Եվ փարատում եմ ձեզ, ասում չի եղել նման բան, հիմա ինչ եք ուզում ինձ։ Եվ սա նոր չեմ ասում, ինչ սկսել է մեր հարցազրույցը, ասում չկա այդպիսի բան, բայց դու անընդհատ հա, ասում չկա այդպիսի բան։ Կարող դուք չգիտեք կա։ Դե ասում չկա այդպիսի բան, ինչ ես ուզում, դու կարող չգիտես, կարող է 1000 բան կա, ես չգիտեմ։ Բայց որ չիմանայի, դու հաստատ կիմանայիր, էլի, եթե ես չիմանայի, դու հաստատ կիմանայի, որտեղ դու այն մարդկանցից ես, որ հանկարծ մի հատ կրակոց էր լինում ու 2 տարի չկա։ Մի անգամից դրա մասին գրում էր, որտեղ նորից են բացատրում Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի։ Դե պայմանական եմ ասում, հասկանում ես ինչ նկատի ունեմ, էլի։ Բայց ցավոք սրտի նորից եմ ասում, Հայաստանը այդքան մեծ չի ժողով ջան։ Եվ եթե ձեր ասած առաջխաղացումներ ենել է 4 տեղերը, ասենք ոչ մեկս չէինք իմանա, հա։ Ինչի մասին ենք մենք հիմա։ Ես ասում չկա այդպիսի բան։ Իսկ ինչ վերաբերում է իրանք ամրաշինական աշխատանք են անում, թե ինչ են անում։ Ժողովուրդ ջան, ամեն ինչը կարող անդեղ այս բանը տեղի ունենա։ Բայց եւ մենք եւ իրենք ընդունել են, որ այս process-ի ավարտին կարող է գրել, ես գաղտնի բան չեմ խոսում, ժողովուրդ, որ այս process-ի միակ լուծումը դա Ալմաթեի հռչակագիրն է, որով ասում է, որ 1991 թվականի անկախացված սահմաններով պետք է անեն, որ փուլին որ դա գա հասնի, տեսեք, տեսական դուք ճիշտ եք, չէ՞, մենք ենք առաջինն ասել, որ սահմանից անցում եղել է օկուպացված տարածքներում ենք, բայց այդ սահմանը ինչ որ միտեղ պետք է ավարտվի, չէ՞։ Ինչ որ միտեղ ես եւ դու լավ չբերեմ ձեր որ չասեք, ես Ադրբեջան հարց ունենք իրար, ինչ որտեղ պետք է կանք ֆիքսենք, ասենք, այս գիծն է, հիմա այս գիծն է քոն։ Չէ, դուք մեզ համոզում եք, որ խաղաղություն եք գնում, չէ՞, եթե խաղաղության Ադրբեջանը գնում, խիա ամրացնում իր դիրքերը մեր սուվերեն տարածքում, որ հələ դրանց վրայով պիտի սահմանազատում արվի, սահմանագծում արվի, այսինքն ինքը շատ լավ գիտի, որ այդ տարածքները Իրանով է անելու է, եւ այդ է ամբողջ։ Ես քեզ բացատրում, եթե դու ուզում ես, որ այս հարցով եք, ես փարատեմ, խաղը չկանամ այս հարցով փարատեմ։ Բայց բացատրում եմ քեզ, ասում նույն ձևի մենք էլ ենք ամրաշինական աշխատանքներ անում, մենք էլ ենք զինատեսակներ ձեռք բերում։ Հարգելիս, ասում եմ, որտեղ ես ֆիքսելու, որն է այդ տարածքի ավարտը, պետք է հասնի այդ փուլին, որ ֆիքսես։ Տավուշի մարզիկ իրանցում են, որ այդ թվում դու գնում ես այնտեղ, էլի ընդդիմադիրներին հղում անելով, ասում ես տվին, հիմա եկել ես այդ նույն Թաթոյանին, որը այդ նույն իրանց այսպես ասած փոխակերպված մի քիչ տես ցիվիլ բան իրավական լեզվով խոսացող մարդը նույն բանն է, չի անում, ինչ որ անում էր Գառնիկը, ինչ որ անում էր Բագրատը Գալստանյանը։ Գալիս էր ասում էր տվել են ժողովուրդ ջան, մտել են, տվել են, եկեղեցի չկա, դպրոց չկա, Կիրանց չկա, 4 գյուղերը տվել են։ Ինչ պարզվեց վերջը, պարզվեց չտվին, չէ։ Եվ հետո Կիրանցի գյուղապետն հելա մի այնպեսի հայտարարություն արեց, որ ինձ թվում է այս անդիմությունը հրապարակում ունდა մեջքի վրա կանգնի, ու տենց էլ եղավ, չէ։ Հիմա դու ինձ եկել ես ասում ես բայ իրանք էս են, ես ասում եմ այդ հատվածը, որը որ սահմանազատվել է, այսօր այնտեղ Հայաստանի Հանրապետությունը իր սուվերեն տարածքից մի միլիմետր չի զիջել որևէ տեղ եւ այնտեղ խաղաղություն է, այնտեղ նույնիսկ զինծառայողները, սահմանապահները առանց պարկուշների են կանգնած, ասում են այնտեղ դպրոցի երեխաները խաղում են, գալու է հասնելու այն կետը եւ ես շատ եմ ուզում որ օր առաջ լինի, որ Սյունիքում, Տավուշի ամբողջ հատվածում լինի այդ սահմանազատումը եւ այնտեղ նույնպես ի վերջո մենք հասկանանք թե իրական խաղաղություն։ Եթե դու ուզում ես որ թվացial չլինի, ես չեմ կարող ուրիշ բան ասել։ Թվացial էլ ինչ անեն որ խաղաղություն չլինի, կա բացատրես ինձ, ինչ անեն, ցավը տանեմ, ինչ անի։ Բայց եթե խաղաղությունը ինչ են, զինվում ինչ են, որովհետեւ process-ը այդտեղ չի հասել։ Դուք էլ զինվեք։ Հիմա էլի լուրջ ես դու հարցնում, հա։ Թե ուզում ես սադես որ ես մի բան ասեմ ու բան կնա։ Ես կասում դիմիր պաշտպանության նախարարությանը ինձ թվում է քեզ էլ կընթառաջեն, քանի անգամ պաշտպանության նախարարը ասել, խնդրում եմ, եկեք Սու-25 տրուբան ինչ է, ես չգիտեմ, տես դու եկա բան ունես, ահագին տենց մեզ բան ունես, բայց Սու-25 տրուբա չգիտեմ տենց, նոր զինատեսակ ես երևի հայտնաբերել, որ հարց ունեք, թե չէ, 2 րոպեից բերեց, որ դիրք է,
հիշատակված հատվածներում։ Ես դիրքերում, եթե չեմ սխալվում, վերջին անգամ այտենց 21-22 թվականին, ես այդ ոլորտը չեմ ներկայացնում, եղել եմ 21 թվականի ընտրություններից կարծեմ առաջ այդ որ ներխուժում եղավ այդ ժամանակ եմ եղել։ Իմ ոլորտայինը չի, զուտ այդ մասով չեմ եղել։ Այն մյուս մասերը շատ բաներ կա չեմ կարող ասել, որտեղ եմ եղել, ինչ եմ տեսել, բայց դիրքեր չեմ եղել։ Բայց մեր համապատասխան հանձնաժողովը եղել է։ Ես ասացի, եթե հարցում եք այն կոնտեքստում, բա որտեղից գիտեք, ասում եմ, Ժորժ ջան, փոքր երկիր ենք։ Ասենք 4 տեղ աննշում, եթե 4 տեղում գետ մի կրակոց լիներ, ո՞նց եք պատկերացնում այդ ամեն ինչի մասին գոնե մի տեղ չխոսվեր, հա։ Ու հիշետակեցի այդ նույն դեպքը, կիրանցում էին ասում, ինչ եղավ, Ժորժ ջան, լավ շատ ես ուզում գնաս այդ տեղը տեսնես։ Խնդրի տեղը կտամ։ Խնդրել ես երբևէ ասել ես, պարոն Պապիկյան, կարող եմ գնաս այստեղ։ Այսօր եք իմացել, այսօր այդ ճնշումները զգացել։